8 ամսվա ընդմիջումից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանն այսօր վերադարձել է առաջնորդարան։ Բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո Սրբազանին Գյումրիում թեմի առաջնորդարանի դիմաց դիմավորել են մեծ խնդությամբ, գրկախառնություններով, ծափողջուններով ու սրբազան բացականչություններով։ 2025 թվականի հունիսից կալանքի տակ գտնվող Միքայել arczepiskopos Աջապահյանի խափանման միջոցը փետրվարի 6-ին փոխվել է տնային կալանքով։ Իշխանություն եկեղեցի լարվածությունը վերածվում է միջազգային արձագանք ունեցող քաղաքական հարցի, իսկ հնչող գնահատականները գնալով կոշտանում են։ Իտալական հեղինակավոր Giornale d'Italia պարբերականը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին նշել է, որ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված իրավական գործընթացները կարող են դիտարկվել որպես եկեղեցու թուլացմանն ուղղված քաղաքական գործիք։ Ըստ պարբերականի, աշխարհիկ իշխանության կիրառած վարչական լծակները եկեղեցու ներքին հարցերում վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Այս ամենը խիստ դատապարտել են նաև Սփյուռքի ազդեցիկ կառույցները, մասնավորապես Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը եւ Արգենտինայի հայ համայնքը։ Միջազգային հարթակներում ձևավորող բացասական օրակարգը լուրջ ռիսկեր է պարունակում Հայաստանի ժողովրդավարական վարկանիշի ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համար, վերածվելով ներքին սահմաններից դուրս եկած ինստիտուցիոնալ ճգնաժամի։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանի, նախկինում Տեր Արամ եւ Արամայիս Թախմազյանի, նախկինում Տեր Թադե հայցադիմումները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պարտավորվում է առանց խոչընդոտների ապահովել քահանաների գործունեությունը իրենց հոգեվոր պաշտոնում։ Բացի այդ, նշված ժամանակահատվածում Մայր եկեղեցին պետք է ներկայացնի ապացույցեր, որպես հիմք վկայակոչված ներքին եւ անհատական իրավական ակտերը եւ հոգեվորականների գործունեությունը կարգավորող պայմանագրերը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր է ճանաչել մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։ Վերջին դատական նիստի ընթացքում Արցախի նախկին պետնախարարը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ, տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս։ Շուրջ 1 տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չի մասնակցել։ Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները։ Ադրբեջանի նախագահ օրերս Մյունխենում հարցազրույցի ընթացքում նշել էր, որ նրանց ազատարձակումը ոչ մի կերպ հնարավոր չէ։ Ժնևում Իրանի եւ ԱՄՆ ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը կառուցողական է եղել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս փուլի ընթացքում քննարկումները նախորդ փուլի համեմատ բավականին լուրջ էին եւ տիրում էր ավելի կառուցողական մթնոլորտ, իր հայտարարության մեջ նշել է Արաղչին։ I think the president has a lot of options. We do have a very powerful military. The president ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը ամերիկյան Fox News-ի եթերում ասել է, որ Միացյալ Նահանգների գլխավոր շահագրգռվածությունը Իրանի միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփը մի շարք կարմիր գծեր է սահմանել, որոնք իրանական կողմը դեռևս պատրաստ չէ ընդունել կամ անդրադառնալ։ Միևնույն ժամանակ Vance-ը դրական է գնահատել Թեհրանի հետ բանակցությունները, նշելով, որ Ժնևում կայացած խորհրդակցությունները լավ են անցել եւ կողմերը համաձայնել են հանդիպել ավելի ուշ։ Vance-ն գծել է, որ Իրանի միջուկային զենքի ձեռքբերումը կարող է շղթայական դառնալ, այլ պետություններ եւս կփորձեն այն ձեռք բերել, ինչը աղետալի կլինի ամերիկյան ժողովրդի համար։ Ժնևում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների առաջին օրը։ Շուրջ 6 ժամ տևած փակ հանդիպմանը քննարկվել են հակամարտության, կարգավորման ռազմական, քաղաքական եւ հումանիտար հիմնախնդիրները։ Քննարկումներն անցել են լարված մթնոլորտում, կողմերը դեռևս որևէ շոշափելի արդյունքի չեն հասել։ Ուկրաինան բանակցային սեղան է բերել էներգետիկ հրադադարի հարցը, սակայն հստակ պայմանավորվածություններ դեռ չկան։ Բրիտանացի դիվանագետները նույնպես ժամանել են Ժնև կողքից գործընթացին հետևելու եւ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նախկինում Աբու Դաբիում կայացած գաղտնի շփումները սահմանափակվել էին միայն ռազմագերիների փոխանակմամբ, խաղաղության հեռանկարը մնում է մշուշոտ, Դոնբասի նկատմամբ վերահսկողության եւ տարածքային սկզբունքային տարաձայնությունների պատճառով։ Բանակցությունների երկրորդ փուլը կշարունակվի այսօր։ Мы не даємо таких
Վլադիմիր Զելենսկին իր թիմին հանձնարարել է Ժնևում հանդիպում կազմակերպել Պուտինի հետ։ Ուկրաինայի նախագահը պատրաստ է քննարկել Դոնբասից զորքերի դուրսբերման հարցը։ Չնայած իր խոսքի հաստատակամությանը նա շեշտել է, որ իր երկրի ժողովուրդը չի համաձայնի խաղաղության համաձայնագրին, որը ներառում է զինված ուժերի միակողմանի դուրսբերում Դոնբասից։ Միևնույն ժամանակ նա այսպես ասած անազնիվ է անվանել Թրամփի հրապարակավ Ուկրաինային ճնշելը, չնայած որ դա պետք է կիրառվեր Ռուսաստանի դեպքում զիջումների գնալու նպատակով։ Հուսով եմ, որ սա պարզապես նրա մարտավարությունն է եւ ոչ թե որոշում, ասել է Զելենսկին։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մումբայում հյուրընկալել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին երրորդյա պետական այցով։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են համագործակցության հեռանկարները, մասնավորապես պաշտպանության, առևտրի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Այցի ամենակարևոր իրադարձություններից մեկը նոր գործարանի բացումն էր։ Airbus եւ Tata ընկերությունները միավորվել են Հնդկաստանում առաջին անգամ ուղղաթիռներ արտադրելու։ Մակրոնը եւ Մոդին սեղմել են խորհրդանշական կոճակը գործարկելով վիրտուալ հավաքման գիծը։ Բացի այդ, Հնդկաստանն արդեն հաստատել է 40 միլիարդ դոլարի պաշտպանական փաթեթը, որով նախատեսվում է Ֆրանսիայից ձեռք բերել Ռաֆալ կործանիչներ։ Համասը երգել է իսրայելական կողմի զենքը վայր դնելու մասին պահանջը եւ դրանք որակել բանակցությունների հետ կապ չունեցող դատարկ սպառնալիքներ։ Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը պահանջել էր, որ խմբավորումը 60 օրվա ընթացքում ամբողջությամբ զինաթափվի։ Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ այս վերջնագիրը սահմանվել է հենց Միացյալ Նահանգների վարչակազմի օրդորով։ Ըստ իսրայելական կողմի պայմանը չկատարելու դեպքում բանակը կվերսկսի Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողությունները։ Պաղեստինյան կողմը կտրականապես հրաժարվում է վայր դնել զենքը, դա համարելով օկուպացիայի պայմաններում սեփական ժողովրդին զոհ դարձնելու փորձ։ Այս վերջնագրի հնարավոր մեկնարկը կապվում է փետրվարի 19-ին Վաշինգտոնում նախատեսված խաղաղության խորհրդի նիստի հետ։ Չնայած հայտարարված հրադադարին տարածաշրջանում բռնությունները չեն դադարում, իսկ զոհերի թիվը արդեն անցել է 72 000-ը։